Պարի միջազգային փառատոն նվիրված մարտի 8-ին օրերս կայացավ Թբիլիսիում, որտեղ հրավիրված էին ախալքալակի լայն-ապ մշակութային կենտրոնի սաները։ Պատվոգրերով, մեդալներով եւ նոր հրավերներով դեպի արտասահմանյան երկրներ հետ են վերադարձել լայն-ապի սաները պարուսույց Ռադիկ Եզոյանի գլխավորությամբ։ Մարտի 8-ի կապակցությամբ Վրաստանի պարարվեստի ազգային կենտրոնը կազմակերպել էր միջազգային փառատոն, նաև հրավեր ուներ լայն-ապ կենտրոնը եւ լայն-ապ կենտրոնի սաները մասնակցեցին։ Երեխաները վերադարձան պատվոգրներով եւ մեդալներով, սպասելիքներս արդարացրեցին եւ շնորհակալ եմ ուզում հայտնել մեր լայն-ապ կենտրոնի երեխաների ծնողներին, որ նրանք վստահեցին մեզ, կարողացանք առանց ծնող առաջի անգամ դուրս գալ Թբիլիսի։ Երեխաները շատ լավ պահեցին իրենց եւ կարողացան լիարժեք օր ունենալ Թբիլիսիում։ Նաև մեր լայն-ապ կենտրոնը հրավեր ստացավ Եվրոպայում միջազգային փառատոնի մասնակցելու համար։ Հրավերը ունենք մենք դեպի Իտալիա, Իսպանիա, Դուբայ, Բուլղարիա եւ Հունաստան քաղաքները։ Արդեն որոշումը մենք պիտի կայացնենք, թե որ երկիր կարող ենք գնալ եւ մասնակցել մեր երեխաների հետ միջազգային փառատոնների։ Սա իմ առաջին փառատոնն էր եւ ես շատ ուրախ էի, սպասելիքները շատ մեծ էին եւ ամեն ինչը իրականացավ։ Ես երբ որ բեմ բարձրացա, շատ հուզված էի, մտածում էի, որ չէին կարողանա լավ ապրել, բայց կարողացանք եւ ստացանք այս մեդալները եւ գովասանագրերը։ Ես շատ հուզված էի, ոտքերս թողում էր, մտածում էի ամենավատը ես եմ ապրելու, որովհետեւ շատ էի բացակայում, բայց տունը շատ էի աշխատում, որ կարողանայի լավ ապրել։ Ինչպես միշտ այս անգամ նույնպես լայն-ապի սաների համար կազմակերպված էր հետաքրքիր ու տպավորիչ էքսկուրսիա։ Մենք գնացել էինք Թբիլիսի, այնտեղ հաճախեցինք շատ տեսարժան վայրեր, գնացինք եկեղեցիներ, զվարճացանք, մենք պատրաստվում էինք փառատոնին շատ լավ, պարեցինք եւ ստացանք այս գովասանագրերը։